Այդան հարց։ Իմ մյուս հարցը վերաբերում էր ձեր խոսքերից մեկին, դուք ասացիք, որ տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների կարիք կա, կխնդրեմ մի քիչ ավելի մանրամասն ասել, մասնավորապես որ ոլորտների մասին եք խոսում եւ ինչ հարց պետք է լուծի այդ փոփոխությունը։ Չէ կառուցվածքային փոփոխությունների, այլ կառուցվածքային բարեփոխումների, այսինքն ռեֆորմների մասին, որը շատ տարբեր դրսևորումներ կարող ունենա։ Դրսևորումներից մեկը օրինակ երկիրը իրականացնում է ինդուստրիալ քաղաքականություն, որտեղ ինքը ընտրում է մի ուղղություն, որի վրա արվում են ներդրումներ, չգիտեմ, սուբսիդիաների որոշակի կոմպենսացիա, վարկային պրոդուկտների, տոկոսների որոշակի կոմպենսացիա։ Դրան զուգահեռ կան մոտեցումներ, որ ենթադրենք ոչ թե ընտրում ես մի ոլորտ, այլ վերցնում ես հորիզոնականը ու այդ դեպքում դու իրականացնում ես, չգիտեմ, ինֆրաստրուկտուրայի ստանդարտների եւ այդ տիպի բաների փոփոխություն, հա։ Հիմա հսկայական բարեփոխում կարա լինի Հայաստանում միջազգային ստանդարտների ներդրումը մեր կյանքի տարբեր ոլորտների մեջ։ Շինարարություն, սնունդի արտադրություն եւ այլն։ Դուք հասկանում եք, չէ՞, ինչերի հետ է կապված։ Օրինակ մենք այսօր որոշենք, որ մենք եվրոպական ստանդարտով պիտի արտադրենք կաթնամթերք։ Դա բնականաբար տնտեսության համար կլինի արտադրողականության հնարավորություն, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ կլինեն բիզնեսներ, որոնք որ կփակվեն ուղղակի։ Հիմա այդ որոշումները իրանք կարճաժամկետում ցավոտ են ու բարդ են, բայց ուրիշ ճանապարհ, քան դու ընտրես, որը որ քեզ երկարաժամկետում կապահովի քո աճի հարատևություն, դժվար է պատկերացնել։ Մյուսը բնականաբար կրթության ոլորտում կատարվող ներդրումներն են, R&D ոլորտում կատարվող ներդրումներն են եւ այլն, ու այդպես շարունակ էլի։ Այսինքն ակնկալել, որ մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու միջոցով դու պիտի կարողանաս ապահովես կայուն երկարաժամկետ աճ, ինքը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Այսինքն դու երկրում պիտի ունենաս կայուն մակրոտնտեսական իրավիճակ, խոսքս ֆիսկալ, մոնետար քաղաքականությունների մասին է, բայց դրան զուգահեռ դու պետք է ահագին բաներ բարեփոխես ցավոտ բարդ ռեֆորմների միջոցով, որը որ քեզ թույլ կտա ինչ-որ ստանդարտ դնել, որը որ ավելի լավն է, քան այսօր ունենք։ Սպուտնիկ խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախորդ